Ուրախալի լուրը ձեզ հայտնենք, տոնացույցի, օրացույցի շնորհանդեսն ենք մենք առաջիկայում պատրաստվում միասին ձեզ հետ նշելու։ Զարմանալիորեն մեծացել է ամենաբարձր վարկանիշ ունեցող անմահության շեմը հատած, կարելի ասել, մարդկանց թիվը 947-ի հասնելով աշխարհում, որոնցից 909 հայեր են։ Չէի ուզում ասել, ուզում էի, որ թողնեի անակնկալ լիներ, բայց դե ես շատ անհամբեր եմ իմ տեսակով եւ բնավորությամբ, անպայման պիտի ասեմ։ Մեր հեթանոս ընկերների շատ սիրելի վիշապն է։ Ստիպված ենք ձեզ տխրեցնել։ Ես նաեւ հասկանում եմ, սա ինչ փոթորիկ է առաջացնելու լսարաններում, բայց դրանից իրավիճակը եւ իրականությունը չի փոխվում։ Լիլի ջան, չեմ կարող չասել սա, չնայած չգիտեմ, դիցերը միգուցե իմ վրա էլ բարկանան, քանի որ մենք թույլատվություն չունենք այսքան խոսելու, այսքան շատ դիցերի անուն տալու, բայց պիտի նշեմ նաև հրեայի անունը։ Կան բացառիկ դեպքեր, բացառիկ մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են անել նման գործողություն, բայց օգնությամբ դիցերի։ Շատ շուտով կհամոզվեք, որ դուք ոչ ոք եք։ Որոշում են կայացնում հզոր բազուկներին, հզոր բազկերից կազմված բանակ ուղարկել դեպի Իսպանիա այն գնացածներին ոչնչացնելու նպատակով։ Բազուկ եւ բազուկ դիցերը եղբայրներ են, էլի Արամազդի եւ այո Աթինաս Պալազի որդիները, որոնցից բազուկ դիցի հովանավորությամբ են ապրում բազկերը։ Այս պարագայում հավատացնում եմ ձեզ, որ ձեր արարչագործությունը ձեզ չի փրկելու։ Փոքր-ինչ ավելի պետք է լրջանալ եւ շատ լուրջ մտածել այս տեղեկատվության վերաբերյալ։ Այդ հաճույքից մեզ զրկել ներողություն։ Յահուա, ում որ անվանում եք, ինչ է դրա աստվածաշնչյան անունը, չկա ձեր Եհովան այլևս, եւ դա մենք չենք ասում։ Հաջորդը, այսպես սարսափ տարածած, իդեպ սարսափն էլ չկա։ Փրկվելու են 60-ից բարձր վարկանիշ ունեցող մարդիկ։ Իսկ այս վերջին օրերի տվյալները մեզ իսկապես ցնցեցին։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, փոքրիկ ընդմիջումից հետո մենք կրկին եթերում ենք։ Մեր հետևորդներից շատերը շատ անհանգստացած էին, թե ինչու այսքան ժամանակ մենք եթերում չենք եղել եւ հետաքրքրվում էին, արդյոք միգուցե կլինեն եթերները թե չեն լինի։ Տեղեկացնեմ ձեզ, հարգելիներս, անհանգստանալու ոչ մի առիթ եւ կարիք չունեք, քանի որ մեր եթերները չեն կարող չլինել։ Մենք մշտապես լինելու ենք եթերում, քանի որ ունենք նորանոր բացահայտումներ ձեզ համար եւ ասեմ ավելին, մեզ շատ ծանր եւ դժվարին ժամանակներ են սպասում, որը պիտի մենք միասին հաղթահարենք։ Միասին պիտի անցնենք այն դժվարին ճանապարհը, որը մեզ սպասվում է։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես ասաց Գոհարը, ոչ այնքան փոքր ընդմիջումից հետո մենք կրկին եթերում ենք։ Եվ այո, մեզ սպասվում են շատ ծանր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ժամանակներ։ Գնում է, ընթանում է մաքրման գործընթաց երկրագնդի վրա, դա միայն մենք չի, որ գիտենք եւ ասում ենք, բայց մենք հաստատում ենք դա եւ այս եթերի ընթացքում առիթ կունենաք իսկապես ցնցող մի քանի բացահայտումների մասին իմանալու։ Պարզապես պետք է պատրաստ լինենք ընկալել, ընդունել իրականությունը եւ համարժեք մտածելակերպ որդեգրել, համարժեք քայլերով ընթանալ առաջ, որովհետեւ որքան էլ ժամանակները բարդ, այդ ժամանակները սկսել են գործել հօգուտ մեզ։ Եվ որքան էլ որ անհավանական թվա, այսօր մեր գոյության հարցն է դրված։
Եվ մենք պարտավոր ենք լինել միասնական, պարտավոր ենք լինել համախմբված, պարտավոր ենք լինել խելամիտ եւ ամենակարևորը համախմբված արարչական գիտելիքների շուրջ, քանի որ որտեղ էլ որ մենք ման գանք փրկություն, միևնույն է մենք մեր փրկությունը գտնելու ենք այնտեղ։ Այո, այսօր երևի սկսենք այնուամենայնիվ մեր ավելի շուտ քո շրջագայությանը վերաբերվող թեմաներից, հետո կանցնենք բուն թեմաներին, որոնք մեկը մյուսի հետ առնչություն ունեն։ Սկսիր Գոհար ջան, քանի որ քո տպավորությունները շատ են, բազմազան են, հետաքրքիր են եւ գալիս են լրացնելու այն ամբողջ գիտելիքների, ինֆորմացիայի բազան, որ մենք արդեն ունենք։ Գալիս են հաստատելու այն իրողությունը, որ մենք գործ ունենք միակ միասնական տիեզերական համակարգի հետ։ Իսկապես Լիլիթ ջան, ես անկեղծ ասած շատ տպավորված եմ այս ճամփորդությամբ, ովքեր չգիտեին տեղեկացնեմ, որ անցած 3 ամիսների ընթացքում ես գտնվել եմ եվրոպական մի շարք երկրներում, ունեցել բազում հանդիպումներ, բազում ձեռքբերումներ եւ իսկապես ականատես է եղել նրանց մշակութային մի մասի, խոսքը վերաբերվում է սրբավայրերին եւ տաճարներին։ Ցավոք ես խոստացել էի ներկայացնել մի տաճար, մի շատ շքեղ շինություն, բայց ոչինչ, ես նորից գնալու եմ այնտեղ, իսկապես խոստանում եմ դա ներկայացնել, հատկապես որ 2026 թվականին լինելու է այդ տաճարի աշխատանքների ավարտը, բավականին երկար տարիներ են, 100-ամյակից ավել արդեն որ գնում է աշխատանքները եւ լինելու է, բայց անկեղծ ասած այո, Անտոնիո Գաուդի, չէի ուզում ասել, ուզում էի որ թողնեի անակնկալ լիներ, բայց դե ես շատ անհամբեր եմ իմ տեսակով եւ բնավորությամբ, անպայման պիտի ասեմ, մեր ճշտումների արդյունքում պարզվել է, որ տաճարը, որը որ կառուցվում է, դա Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդին է նվիրված։ Եվ ասեմ ավելին, այդ տաճարի կառուցման նախագիծը հենց մեր դիցերն են տվել Գաուդիին, որպեսզի նա այդ նախագծով կառուցի տաճարը։ Ավելի ստույգ աստիուած դիցն է նրան հուշումներ կատարել ամբողջ կառուցման ընթացքում։ Եվ այն հարցին, եթե հիշում եք, այստեղից սկսեմ, որ մենք մեր եթերների ընթացքում տեղեկացրել ենք, որ Արամազդի անունով ընդամենը 2 տաճար կա, այն էլ հայկական լեռնաշխարհում, երբ մենք իմացանք, որ Արամազդի անունով է տաճարը, շատ զարմացանք, ախր մենք գիտեինք 2-ը կան, այդ ինչպես, պարզվում է սա 3-րդն է, եւ այդ հարցին նրանք մեզ պատասխանեցին, որ այո, մենք շատ ճիշտ ենք ասել, 2-ն են, քանի դեռ տաճարը ավարտված չէ, նա դեռ չի համարվում, իր անունը դեռ չի կրում, այսպես ասենք։ Այնպես որ 2026-ին կավարտվի տաճարի կառուցումը եւ մենք վստահ եւ հստակ կարող ենք ասել, որ դա Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի անունով տաճար է։ Կարող ենք գնալ տաճար, այնտեղ հղել մեր խնդրանքները Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին։ Բոլորս գիտենք, որ այնտեղ հզոր էներգետիկ դաշտ է գործում, ինչպես նաև կաթեդրալում, որտեղ որ ես եղա Իսպանիայում եւ շատ տաճարներում եմ եղել, սրբավայրերում, կփորձեմ ձեզ տեսանյութերի տեսքով դրանք ներկայացնել։ Գոհար ջան, նաև անդրադառնանք այս արդիվ մեր հետևորդներից մեկի, այսպես ասած, առարկությանը, որ մենք կաթոլիկ տաճարները ներկայացնում ենք որպես հեթանոսական պարզաբանումը ավելի քան պիտի որ հստակ լիներ, սիրելի հետևորդներ, խոսքը բոլոր այն տաճարների մասին է կամ սրբավայրերի այժմ գործող, որոնք կառուցված են մինչ քրիստոնեական տաճարների կամ սրբավայրերի տեղում։ Նույն կերպ Հայաստանի տարածքում մենք քրիստոնեական եկեղեցիների մի մասը, մի զգալի մասը գիտենք, որ կառուցված են, եթե չասենք մեծ մասը, սրբավայրերի տեղում կամ տարածքում մոտավորապես։ Եվ
այդ էներգետիկ ուժը եւ դիցերը, որոնք դեռ գործում են եւ միշտ գործում են եւ իրենց օգնությունը ցուցաբերում են, հենց այդ սրբավայրերին է վերաբերվում։ Նշանակություն չունի, դա կաթոլիկ եկեղեցի է, առաքելական, թե իսլամական մզկիթ է, որևէ նշանակություն չունի։ Դրանք հետագայում են ձեռք բերել կրոնական նշանակություն, այսպես ասած։ Կարծում եմ։ Այս առիթով նշեմ Լիլիթ ջան, որ մեր հետևորդները նույնպես իմանան, մենք նաև բացահայտել ենք այն, որ թվով 21 սրբավայրեր ունենք ներկայիս Հայաստանի տարածքում գործող, որտեղ այո, նրանք մասամբ որոշները քրիստոնեական են համարվում այսօր, բայց միևնույն է, այնտեղ գործում են մեր դիցերը եւ կարծում եմ հաջորդ հաղորդման ընթացքում մենք ձեզ կներկայացնենք այդ ցանկը, քանի որ 15-ն են, ինչքան հիշում եմ, բացահայտված, մենք կնշենք տեղերը եւ դուք ամեն տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերը կարող եք այցելել այնտեղ, հղել ձեր խնդրանքները նրանց եւ հավատացած եղեք, որ դրանք կատարվում են, կատարվելու են անպայման։ Մի փոքր առաջ ընկնեմ, Գոհար, քանի որ խոսեցիր տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերի մասին, իսկ առիթն է, որպեսզի անմիջապես հարց է ծագում, ոնց իմանանք տիեզերական շաբաթն ու կիրակին, դրանք իմանալու համար շուտով արդեն հրատարակվում է Հայկյան Սրբազան տոմարի վերականգնված տարբերակը, էլի Ռուբեն Գրիգորյանի կողմից, ինչպես հասկանալի է, որը կարող եք ձեռք բերել եւ այո ունենալ հասկանալու համար, որոնք են շաբաթ եւ կիրակի իսկական շաբաթ-կիրակի օրերը 8-օրյա շաբաթվա մեջ։ Ինչպես նշեց մեր հարգարժան Լիլիթը, ուրախալի լուրը ձեզ հայտնենք, նախ ասեմ, որ տոնացույցի, օրացույցի շնորհանդեսն ենք մենք առաջիկայում պատրաստվում միասին ձեզ հետ նշելու, որի առիթով ձեզ հրավիրում ենք փետրվարի 20-ին, Արեգ ամսվա 2-ին, Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, որը գտնվում է քաղաք Երևան, Նալբանդյան 4/1 հասցեում, ժամը 2-ին, ցերեկը 2-ին, 14:00-ին, սիրով սպասում ենք բոլորիդ միասին նշելու նախ նոր տարի, տոնացույց օրացույցի շնորհանդեսը, այնտեղ նաև լինելու է հարց եւ պատասխան, պատասխանելու ենք ձեզ հուզող հարցերին, ծանոթանալու ենք բոլոր տիեզերական օրացույցի հետ կապված նորություններին եւ բացահայտումներին, որն արել ենք այս օրերի ընթացքում, եւ իհարկե միասին նշելու ենք նոր տարին։ Այդ օրը դուք հնարավորություն կունենաք ձեռք բերելու տոնացույց օրացույցը, նաեւ գրքերը, նրանք ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել մեր գրքերը։ Այնպես որ սիրով սպասելու ենք ձեզ ամսի 20-ին, փետրվարի 20-ին 14:00-ին, Նալբանդյան 4/1 հասցեում, մուտքն ազատ է։ Հարգելի ընկերներ, քանի որ նշեցինք, որ իսկապես ծանր եւ դժվարին ճանապարհ է մեզ սպասվում միասին անցնելու եւ հաղթահարելու, այս առիթով ձեզ ուզում ենք ներկայացնել մեր վերջին տխուր վիճակագրությունը, որը պարզել ենք պարոն Ռուբեն Գրիգորյանի միջոցով։ Մենք մեր գրքում ունենք նման տվյալներ հրապարակած, որ 20%-ից ցածր վարկանիշ ունեցող մարդիկ 81.6% են կազմում, բայց մինչ այդ թիվը եղել էր 87%։ Մեր բացահայտումների շնորհիվ բավականին փոփոխություններ էր նկատվել մարդկանց վարկանիշների մեջ։ Իսկ այս վերջին օրերի տվյալները մեզ իսկապես ցնցեցին։ Այդ թվերը բավականին աճել են եւ պատկերացրեք 93.5%-ի են հասել։ Այո, մեզ թվում էր, թե առաջընթացը սկսված է, որը մի կողմից իսկապես սկսված է, որովհետև Գոհար ջան, բարձր վարկանիշներով մարդկանց թիվը նույնպես աճել է, այսինքն ընթանում է հստակ տարանջատում տեսակների, որակների, մարդկային որակների հստակ, արագ, կտրուկ տարանջատում, ես կասեի,
որովհետև զարմանալիորեն մեծացել է ամենաբարձր վարկանիշ ունեցող անմահության շեմը հատած, կարելի ասել, մարդկանց թիվը 947-ի հասնելով աշխարհում, որոնցից 909 հայեր են, մնացածը չգիտենք, որ ազգի ներկայացուցիչներ են, եւ միևնույն ժամանակ ցածր վարկանիշով մարդկանց թիվը նույնպես սարսափելի աճ է գրանցում։ Այսինքն ստացվում է ինչ, ներքևի օղակներում գտնվողները բավականին շատ են եւ մագնիսի նման իրենց են ձգում իրենցից մի փոքր վերև կանգնածներին, իսկ քանի որ վերևի օղակներում գտնվողները շատ քիչ են, նրանք էլ բնականաբար այն ամենաբարձր վարկանիշ ունեցողներին են ձգում վերև, այսինքն գիտելիքով հարստանալով մարդու տրամաբանությունը, այո, եւ արժեհամակարգ է փոխվում, եւ տրամաբանություն է փոխվում, գիտակցություն է փոխվում, որն էլ բերում է վարկանիշային աճի։ Հիշեցնեմ նաեւ, որ նախկինում 86-ից 91% վարկանիշ ունեցողների թիվը 588 հոգի էր, իսկ 92-ից 94% վարկանիշ ունեցողների թիվը ընդամենը 2 հոգի, Լիլիթ ջան։ Այո, չենք կարող չուրախանալ այս առաջընթացի համար, թե ինչով է այս ամենը պայմանավորված, մի քիչ ուշ կխոսենք, բայց այո, եւ մի փաստ ևս նշենք, եթե առաջ պաշտպանության տակ համարվում էին 40-ից բարձր վարկանիշով մարդիկ, սիրելի հատկապես հայրենակիցներ, մեր խոսքը նախ ձեզ է ուղված եւ մեր թիրախը նախ եւ առաջ դուք եք։ Այժմ 60-ից ցածր վարկանիշով մարդիկ չունեն պաշտպանություն եւ դա շատ վտանգավոր է, պետք է զգույշ լինել, պետք է ուշադիր լինել եւ պետք է փորձել ամեն կերպ բարձրացնել սեփական վարկանիշը։ Քանի որ առաջիկա 2 տարի 8 ամիսների ընթացքում սպասվելու են մեզ բավականին լուրջ փորձություններ եւ դիցերի եւ Սուրբ Սրբոց երկնային տերտիրուհիների տված ինֆորմացիայի համաձայն մենք ձեզ տեղեկացնում ենք, որ փրկվելու են 60-ից բարձր վարկանիշ ունեցող մարդիկ։ Եվ սա շատ լուրջ է, եւ սա շատ լուրջ խորհելու, մտածելու տեղիք է տալիս։ Բոլոր այն, այսպես ասած, իրենց հզոր կարծող անհատները, ուժերը, ովքեր մտածում են, որ վարկանիշի անկումը իրենց չի սպառնում ոչնչով, կամ ինչ է վարկանիշը, որ իրենք միևնույն է աշխարհի տերն են, դրության տերն են, նման բան գոյություն չունի, շատ շուտով կհամոզվեք, որ դուք ոչ ոք եք։ Եվ իսկապես այստեղ շատերը կան, որ իրենց արարիչ են համարում, արարչագործությունը իրենցից եւ այլն, այս պարագայում հավատացնում եմ ձեզ, որ ձեր արարչագործությունը ձեզ չի փրկելու։ Փոքր-ինչ ավելի պետք է լրջանալ եւ շատ լուրջ մտածել այս տեղեկատվության վերաբերյալ։ Ի վերջո իրականությունը ստիպված են լինելու ընդունել բոլորը ուշ թե շուտ, ինչքան շուտ այնքան լավ։ Դրանով դուք մեզ լավություն չեք անում, վատություն նույնպես, ամեն ինչ ասվում է, որովհետև մենք իրավունք չունենք չասելու, մեր գործը սա փոխանցելն է, մնացածը ձեր ընտրությունն է, եւ մենք նաեւ զգուշացնում ենք հետևանքների մասին։ Ոչ ոք չի կարող ձեզնից բացի աշխատել ձեր վարկանիշի բարձրացման համար, ոչ ոք, բացարձակ ոչ ոք, միայն դուք եք ձեր ճակատագրի, ծրագրի տերը, ծրագրի տերը դուք չեք, բայց ճակատագրինը փոփոխման տերը դուք եք, հնարավորությունը ձեր ձեռքերում է։ Այս առիթով Լիլիթ ջան, ուզում եմ խոսել մի շատ կարևոր իրողության մասին եւ ձեր ուշադրությանը ներկայացնել այդ
իրականությունը, ինչը որ տեղի է ունեցել վերջերս։ Մենք բազմիցս ենք խոսել այն մասին, որ ամենակարող է Արարիչը, տիեզերական կատարելության և Արարչի արդարադատության մասին ենք շատ խոսել, և այո հավատացել նրան, որ կա վերջի վերջո արարչական արդարությունը, Արարչի կատարելությունն ու արդարադատությունը մեր և տիեզերքում գործող բոլորի առանց վերապահումների բոլորի վրա նկատմամբ, այո, բոլորի նկատմամբ։ Բացարձակ է այդ արդարադատությունը, բացարձակ է, ցավոք մարդկային կյանքը միշտ չի որ բավարարում է այն գիտակցելու համար, որովհետև մենք չնչին բան ենք տեսնում իրականությունից, հիմնականում չենք էլ տեսնում ենք այն, ինչը մեզ ցավ է պատճառում, ինչը մեզ մոտիկ է, ինչը հակառակը մեզ ուրախացնում է, ոչ ավելին, մեծ մասշտաբով, մարդկության մասշտաբով, մոլորակում առկա ուժերի հարաբերակցության, նրանց պայքարի մասշտաբով մենք շատ քիչ բան ենք տեսնում և հասկանում։ Ազատ կամքը, որ տրված է բացարձակապես բոլորիս, ազատ հոգիներից մինչև դիցեր և սուրբ սրբոց երկնային տերտիրուհիներ, տրված է և ազատ կամքն է բերում մեր ճիշտ կամ սխալ քայլերի իրականացմանը։ Հետևաբար, որպես հետևանք կամ արդյունք, մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք, շուտ կամ ուշ։ Այո, մենք ներկայացրել ենք նաև, որ իսկապես ինչ էլ մտածեք, ինչ էլ գործեք, որտեղ լինեք, որ անկյունում թաքնվեք, վերջի վերջո մարդը իհարկե բոլորին է սա վերաբերվում, վերջի վերջո մարդը կանգնելու է մի օր Արարչի դատաստանի առջև, բոլորն անցնելու են բոլորը այս դռնով և պատասխան են տալու իրենց արարքների համար։ Եվ Արարչի դատաստանը նման մարդկանց հանդեպ շատ դաժան է լինելու, պատիժը շատ դաժան է լինելու։ Իհարկե ես սա ցավով եմ ասում, բայց միտեղ էլ շատ մեծ ուրախությամբ, որ այսօր մենք մեր օրերում ականատես ենք եղել, ցավոք մենք մեր աչքով չենք տեսել, բայց այդ իրողության մասին լսել ենք, բայց մի կողմից էլ նաև շատ ուրախ ենք, որը մեկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ իսկապես ինչու ցավոք Գոհար ջան, որ կան նման երևույթներ Լիլիթ ջան, որ մենք չենք ուզում առհասարակ այսպեսին պիտի չլիներ աշխարհը, բայց որ հասել է այս ամենին, փաստը շատ ցավալի է իսկապես, բայց ուրախալի է այն երևույթը, որ կա իսկապես արարչական արդարադատություն եւ այդ պատիժը սկսվել է հենց տիեզերքից եւ այս պատժին արժանացողները եղել են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Քրոնոսի, այսինքն մեր հակառակորդ կողմի սերունդի դիցեր, բավականին մեծ թվով, այդ մասին չեմ ուզում խոսել շատ երկար, թույլատրելի սահմանում այսօր կասենք, բայց մի քանիսի անունը անպայման ուզում ենք նշել։ Իհարկե։ Ինչպես կարող ենք այդ հաճույքից մեզ զրկել ներողություն։ Յահուա, ում որ անվանում եք, ինչ է դրա աստվածաշնչյան անունը։ Եհովա։ Սիրելի, այո, Եհովայի վկաներ, ամենատարբեր աղանդների հետևորդներ եւ առհասարակ Աստվածաշունչը սուրբ գիրք համարողներ, չկա ձեր Եհովան այլևս, եւ դա մենք չենք ասում, եթե ձեզ մինչ օրս տարօրինակ էր թվում այս ինֆորմացիայի փոխանցման հնարավորությունը եւ փոխարեն հետամուտ լինեք աղբյուրին հասկանալու համար, ոնց կարող է, ինչով է ճշգրիտ եւ այլն, զրպարտելուց եւ անպատվելուց այն կողմ չեք անցել։ Տիեզերական արդարությունը
անբեկանելի է եւ վերականգնվում է։ Այո։ Հաջորդ Յահուան արդեն չկա, այնպես որ հանգիստ եղեք, գնացեք ձեր տները, զբաղվեք ձեր գործերով, դուրս եկեք այդ աղանդավորական կազմակերպություններից, շուտով մենք կտեսնենք բոլորս դրանց փլուզումը, կրոններից սկսած, բոլոր կրոններից։ Հաջորդը, այսպես սարսափ տարածած, իդեպ սարսափներ չկա, սարսափ տարածած Լյուցիփեր, այո, անունով դիցն է, ով այս 2000 տարիների ընթացքում կառավարել է առհասարակ երկիր մոլորակը, եղել է հովանավորը ամբողջ քաոսի, որ տիրում է այսօր երկրագնդի վրա։ Նա չկա։ Դե պատկերացրեք, ինչ փոփոխություններ են սպասվում երկրում։ Մյուսը Լիլիթ ջան, մեր հեթանոս ընկերների շատ սիրելի վիշապն է։ Ստիպված ենք ձեզ տխրեցնել։ Այո, վիշապը նույնպես ոչնչացված։ Նա այլևս չկա, գոյություն չունի։ Ստիպված ենք արդեն առյուծների հետ ընկերություն անել։ Սա, գիտես Գոհար ջան, ամենայն անկեղծությամբ պիտի մի օր լիներ այս հակասություն ասեմ, ինչ ասեմ, բոլորը մեր, ես չեմ կասկածում այդ մարդկանց անկեղծ մղումների վրա, բայց երբ որ ստույգ փաստը չասենք, ստույգ ինֆորմացիան տրվում է եւ միևնույն է մարդիկ չեն ուզում հասկանալ որտեղից այդ ինֆորմացիան, այդտեղ արդեն ոչինչ չի մնում անել, քան հակասության վերածել բանավեճը։ Այո, սիրելի հայրենակիցներ, վիշապ դիցը նույնպես չկա, որը, եթե հիշում եք, մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության կազմակերպիչն էր, աստվածաշնչյան Եգիպտոսից դուրս գալուց առաջ առաջնեկների կոտորածի կազմակերպիչը։ Գիտես Լիլիթ ջան, մարդիկ լսելու ունակություն չունեն։ Բավական է մարդը կարողանա իրեն ստիպել լսել, անպայման հաստատ այդտեղից ինչ-որ բան կհասկանա, բայց եթե մարդը ցանկություն չունի առհասարակ լսելու, միայն հակառակվում է, այն էլ այնպիսի տոնով եւ այնպիսի կոպտությամբ, որ ասում ես դե գնա քո վիշապն էլ քո հետ, գնացեք դուք ինքներդ, ես ինչի պիտի տանջվեմ այդքան բանը ձեզ ասեմ։ Բնականաբար շատ դժվար է այս պարագայում։ Ես նաև հասկանում եմ սա ինչ փոթորիկ է առաջացնելու լսարաններում, բայց դրանից իրավիճակը եւ իրականությունը չի փոխվում, մենք չի որ նրանց ոչնչացրել ենք, նրանք արժանացել են դրան, իսկ պատիժը անբեկանելի է եւ այդ երկբևեռ տիեզերական համակարգը այժմ շատ բարդ փոփոխությունների մեջ է, որի մասին մենք իրավունք չունենք ավել ոչինչ ասելու, շատ արագ դուք ինքներդ կհամոզվեք այս ամենի իրավացիության մեջ եւ կտեսնեք ինչեր են փլուզվում աշխարհում, փլուզվում են, որովհետեւ նրանց տերերը տիեզերքում չկան։ Լիլիթ ջան, չեմ կարող չասել սա, չնայած չգիտեմ, դիցերը միգուցե իմ վրա էլ բարկանան, քանի որ մենք թույլատվություն չունենք այսքան խոսելու, այսքան շատ դիցերի անուն տալու, բայց պիտի նշեմ նաև հրեայի անունը, քանի որ այս առիթով խոսեցի։ Ինչու ոչ։ Այո, հրեա դիցը, ով գիտենք համանուն ազգի հովանավորն է, Նախամայրը։ Այո, նախամայրը նրանց եւ Քրոնոսի դուստրը, նա այսօր նույնպես գոյություն չունի։ Եվ պատկերացրեք, հարգելիներս, անկախ այն բանից այդ մասին գիտեն նրա հետնորդները թե ոչ, կամ ինչ են մտածում այդ մասին։ Ականատեսն ենք լինելու նրանց կործանման, այսպես ասեմ։ Ասենք նաև արդարության համար, սիրելի հայրենակիցներ, մենք տեղյակ ենք այս
տիեզերական պատերազմի, կարելի ասել, պատերազմ չի այդտեղ, որովհետև դատավորն ու իրականացնողը բոլոր պատիժների Սուրբ Սրբոցարարիչն է, բայց կատարվել է հետևյալը. մի չնչին մաս ենք մենք տեղյակ այս ամենի մասին, ոչնչացված են նաև Սուրբ Սրբոց երկնային և երկրային Տեր Արամազդի սերնդի որոշ դիցեր, որոնք իրենց պարտականություններում թերացել են, եթե պիտի կանխեին ինչ-որ աղետ, ինչ-որ անարդար իրավիճակ չեն արել դա, կամ գուցեև մի բան էլ նպաստել են, այսինքն միևնույն է, ազատ կամքի հետևանք է ցանկացած սխալ քայլ և միևնույն է նա պիտի կրի իր պատիժը, որևէ նշանակություն չունի ում կողմի դից է։ Ծրագրից դուրս քո աշխատանքը չես կատարել, որը բերել է մեծ աղետների, մարդկային կորուստների, որոնք ծրագրված չեն, որոնք չպետք է լինեին, ուրեմն պատասխանատվությունը պետք է կրես։ Որևէ մեկը հավիտյան ապահովագրված չէ որևէ պատասխանատվությունից։ Մենք ապշած էինք, նու գիտենք շատ ավելի մեծ թվով հակառակորդ կողմի դիցեր են ոչնչացվել։ Մեզ թվում էր, թե մենք անմեղ ենք, մեր կողմը իդեալական է, բայց ոչ։ Ամեն թերացում բերում է համարժեք պատասխանատվության։ Գնանք առաջ։ Այո։ Լիլիթ ջան, քանի որ խոսեցինք իմ Եվրոպա այցերի մասին եւ այս թեմային էլ է նույնպես կապվում, հիմա ինչ պիտի ասեմ, այնտեղ կիսատ մնաց իմ ասելիքը։ Այո, շատ կարևոր թեմա։ Այո, շատ կարևոր, երկու կարևոր թեմաների մասին կխոսենք հիմա։ Առաջինը ուզում եմ տեղեկացնել իմ զարմանքը, երբ որ ես իսկապես մենք այստեղ աշխատում ենք, մենք անում ենք մեր անելիքը, բայց չգիտենք ինչ է կատարվում իսկապես աշխարհում եւ մեր հայրենակիցները այսպես բաժանված են երկու խմբերի, այսպես ասած, եւ աշխարհում առհասարակ բոլոր մարդիկ եւ սրանք են ճյուղավորումները հակառակորդ կողմի։ Այսինքն մի մասը դրանք աղանդավորներն են, այսինքն ում որ կարողանում են այս կրոնների, աղանդների միջոցով են կարողանում բերել, տանել իրենց դաշտ, կառավարել, իսկ մյուս ճյուղը, այսպես չակերտավոր ասած, գիտական ոլորտն է, այսինքն մարդը, որ ասում է դե լավ, ես չեմ հավատում, ես աղանդավոր չեմ գնա, նրանց համար էլ կա մշակված մի ճյուղավորում, Գոհար ջան, չհաշված քաղաքական ոլորտը, կուսակցություններ, կրոններ, սա, այո, մի ուղղվածություն է եւ հաջորդ եւ կեղծ գիտություն է։ Այո, եւ կեղծ գիտություն է։ Գիտությունները իրականում դրանք կան, բայց ինչպես են օգտագործում հակառակորդ կողմը այդ գիտությունները մարդկանց իրենց շարքերը ներքաշելու եւ կառավարելի դարձնելու իրենց կողմից, դա այլ հարց է։ Դրանցից են նոմերոլոգիան, որ այսօր հսկայական թվով մարդիկ նստած, այսպես դասընթացներ, սեմինարներ, նոմերոլոգիայի հետ կապված բացահայտումներ ու վերլուծություններ են անում, որը բացարձակապես վստահ կարող ենք ասել, որովհետև սա հարցրել ենք մենք կոնկրետ ճշմարտության հետ ոչ մի աղերս չունի։ Եվ ոչ մի տոկոս ճշմարտություն իր մեջ չի պարունակում, քանի որ ինքը իրականում համարվում է էլի աստղագիտության մի ճյուղերից մեկը, որը շատ թերի է, քանի որ մենք ունենք տոմարի ահռելի հսկայական խախտում։ Այո, այսօր վերականգնել ապրում ենք այդ խախտման մեջ առայժմ։ Ինչպես կարող է այնտեղ ինչ-որ մի նոմերոլոգիական հաշվարկներ լինել ճիշտ, անհնար բան է դա։ Իրենք ասում են ոչ մի տոկոս ճշմարտություն այդտեղ չկա։ Ինքը գիտությունը կա, բայց այն ինչ որ անում են, այսօր բացարձակապես կապ չունի իրական գիտության հետ։ Կան այսպես ռունոլոգներ, էլի, այս ճյուղից է, այս չակերտավոր գիտության։ Եթե հասկանալի է, Գոհարը կիսվում է իր եվրոպական տպավորություններով, այսինքն
Եվրոպահայ Եվ հասարակության, հատկապես, նաև ամերիկյան, այո, թե ամերիկայում չես եղել, բայց միևնույն բանն է, այնտեղի հայության ընդհանուր մտավոր, հոգևոր զբաղմունքը ինչու՞մ է կայանում, մի սարսափելի իրավիճակ։ Եվ ռունոլոգիան նաև Ռուսաստանում է շատ տարածված, այնտեղ իբրև թե ճակերտավոր մասնագետներ կան, որոնք կարողանում են այս սիմվոլների միջոցով, ինչ-որ դաջվածքներ են անում սիմվոլների կամ գրություններ, որ մարդիկ իրենց մոտ են պահում իբրև թե իրենց հաջողություններ են բերում։ Իրականում գիտությունը կա, իրականում Ռունե անունով դիցը Արամազդի դուստրն է, Օդին անունով դիցը նրա քույրն է, նրանք միասին քրիստոնեության ժամանակաշրջանում փորձել են ստեղծել այս գիտությունը տալ մարդկությանը, որպեսզի նրանք որոշակի պաշտպանվածություն ունենան, ինչպես սիմվոլները, ասենք օրինակ, բայց քանի որ հակառակորդը նույնպես ունի դից, որը Ռումե անունով դիցն է, եւ որքան մենք տեսնում ենք, Լիլի ջան, ինչքան շատ են, չէ՞, մոտ, այս խապկանքի համար է սա։ Այսինքն մենք ունենք մի դից եւ մեկ տառի տարբերությամբ, ասենք օրինակ անթիվան համար, այո, նիսիա ունենք եւ միսիան հակառակորդի դիցն է, ունենք մեղայ եւ մեղան հակառակորդի դիցն է։ Օգտագործում ենք անverջ միսիա բառը, որը մեզ հետ կապ չունի։ Միսիան մեզ օգնում է կատարել մեր ծերերը, ասել ենք, խոսել ենք անցած եթերների ընթացքում, իսկ հակառակորդի միսիան էլ փորձում շեղել այդ գործառույթներից։ Նույնն է այստեղ, օրինակ ունենք Ռումե, որը պիտի օգնի մեզ սիմվոլների ճիշտ օգտագործման դեպքում հասնել որոշակի հաջողությունների, իսկ իրենց Ռումե անունով դիցը, Ռունեն կին է, իսկ Ռումեն տղամարդ, որը կոնկրետ տվյալ գիտությունը օգտագործում է իր օգտին, իրենց օգտին, մարդկանց իրենց ծուղակը եւ իրենց կախման մեջ գցելու համար։ Ինչպես նաեւ յոգայի այդ բոլոր ճյուղավորումները նորից մտնում են այս ամենի մեջ, այդտեղ գուշակություններ, ցելիցելներ էլ կան, սպասեք։ Սա բոլորովին մի այլ շոկ էր։ Ուրեմն իբրև թե նրանք կարողանում են բուժումներ կատարել, մարդուն տանել իր անցյալը, այնտեղից գտնել ինչ-որ խնդիրը, հիվանդության աղբյուրը, վերհիշել, վերապրել եւ այլն, եւ դրանով իսկ իբրև թե հարթել խնդիրը կամ բուժել, օգնում են մարդկանց եւ բավականին մեծ գումարներ շորթում մարդկանցից այս առիթով։ Իրականում ինչ է կատարվում։ Իրականում, խնդրեմ Լիլի ջան, ինչ է կատարվում։ Ես պատմեմ թե դու։ Դու պատմիր։ Դու առաջին ձեռքից ես տեղակ իրականությունը։ Իրականում ինչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Հակառակորդ կողմի դիցի օգնությամբ է սա տեղի ունենում։ Ոչ մեկ, ոչ մի մարդ ի վիճակի չի տանել ինչ-որ մեկին իր անցյալ եւ այնտեղից վերապրել տալ տվյալ հիշողությունը եւ բջջի մեջից մաքրել, չգիտեմ, հիվանդությունը կամ վախը կամ եւ այլն։ Սա կոնկրետ շատ լուրջ գիտություն է, որը մարդկությանը տրված չէ, ինչպես մյուս գիտությունները։ Այո։ Եվ ոչ թե չկա, այլ մեզ տրված չի այդ հնարավորությունը։ Եվ ինչ է տեղի ունենում, հավաքում են մի խումբ մարդիկ, բավականին մեծ թվով մարդիկ, անց են կացնում այսպես դասընթացներ, սեմինարներ, որի ընթացքում իբրև թե իրենք օգնում են նրանց, այսինքն այնքան շատ է իրենց անելիքը, որ իրենք չեն կարողանում բոլորին այդպես օգնել եւ բուժել եւ սովորացնում են մարդկանց այս արվեստն ու արհեստը, որպեսզի մարդը կարողանա ինքն իրան այսպես բուժել։ Դե դուք պատկերացրեք, եթե դա իսկապես հնարավոր լիներ, այսօր մենք մոլորակի վրա հիվանդ մարդ չէինք ունենա։ Ոչ թե ընդհանրապես մենք մեր առողջությունը այնքան մսխեինք, այսպես ասած, որ այն մեզ կհերիքեր ամենաշատը 60-ից 70 տարի ապրելու։ Այսինքն անմահությունը փոխարինել 60-70 տարվա։ Ինչի մասին է խոսքը առհասարակ։ Նման բան լինել չի կարող։ Սրանք պարզապես աղանդավորականների նման մի կուսակցություններ են, որը մարդկանցից ուղղակի փողեր են շորթում, նման բան գոյություն չունի։ Կան բացառիկ դեպքեր, բացառիկ մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են անել նման գործողություն, բայց օգնությամբ դիցերի, մեր կողմի դիցերի,
այն էլ այն պարագայում, երբ մարդը ունի մասնագիտական շատ լուրջ կրթություն նման որևիցե բժշկական ուղղվածությամբ, հոգեբանական կրթություն, հոգեբանության ուղղվածությամբ եւ որակապես շատ բարձր անձնավորություն, որ դիցը ինքն է ընտրում, ում հետ կարող է աշխատել։ Այսինքն սա նրանց աշխատանքային մեթոդներից մեկն է։ Եվ նման պարագայում այդ դիցը մշտապես պետք է տվյալ մարդու կողքին գտնվի ամենաշատը 100-ից 150 մետր հեռավորության վրա։ Եթե անգամ նա նրա մոտը չգտնվի, այդ կապավորը, հա, միջնորդը ոչ մի կերպ չի կարողանա իր դիմացի հիվանդին ուղղորդել, որևիցե տեղ գնալ, մտովի եւ ինչ-որ հիվանդության հանդիպել, բուժել կամ բջիջի մեջից վախ կամ ինչ-որ հիվանդություն հեռացնել։ Սա միանշանակ իմացեք, որպեսզի այդ խաբկանքների զոհը չդառնանք։ Եվս մի փաստ, եվս մի ապացույց, որ մենք ինքներս չենք դա անում։ Դա միայն դիցերի օգնությամբ է իրականացվում։ Միայն։ Եվ փառք ու պատիվ այն մասնագետներին, ովքեր ընդունում են դա, շատ լավ ընդունում են։ Այո, շատ լավ ընդունում են։ Այն ովքեր իրենց դնում են արարչի տեղը, նրանք կարծում են, որ դա իրենք են անում։ Եվ իսկապես դա է հենց պատճառը, որ օրինակ կարող են հազարավոր մարդիկ գնալ նման դասերի, նման կուրսերի եւ այլն, բայց նրանցից ընդամենը մեկի կամ երկուսի մոտ դա հաջողվի իրագործել։ Արդյունավետ օգտագործել եւ իրագործել։ Հաջորդ թեմա, Լիլի ջան, արի խոսենք կատալանցիներից եւ բասկերից։ Էլի քո թեման է, Գոհար ջան, բայց փորձենք սկսել։ Քանի որ Գոհարը բավականին մի քանի շաբաթ անցկացրեց, եթե ոչ ամիս ամբողջական Իսպանիայում, այնտեղ ավելի ներսից, ավելի մոտիկից փորձեց ծանոթանալ տեղում ապրող տարբեր ազգությունների եւ նրանց ծագման հետ, այսինքն նրանց ծագումը բնականաբար մենք չենք կարող բացահայտել առանց Ռուբեն Գրիգորյանի, բայց որ նրանք տարբեր են, դա բացահայտ էր արդեն, չհաշված բասկերը, ում մասին մենք լսել ենք, գիտենք, որ նրանք ծագումով հայեր են, ինչպես են այնտեղ հայտնվել, ինչ առնչություն ունեն կատալանցիների հետ, ովքեր ամենահին բնիկներն են համարվում Իսպանիայի, պարզվում է շատ հետաքրքիր մի պատմություն։ Մեզանից 3647 տարի առաջ Հայաստանի և Ասորեստանի սահմանային մի բնակավայրում, որտեղ խառն ամուսնություններով ձևավորված համայնք էր ապրում, բավականին հզոր և ինքնավար, այս համայնքը չէր ենթարկվում ոչ Ասորեստանին, ոչ Հայաստանին, նրանք հարկատու չէին ոչ մեկին, այսպես ասած, կանայք հիմնականում ասորիներ էին, իսկ տղամարդիկ հայեր, նրանք հայտնվում են երկու կողմի սպառնալիքների, այսպես ասած, դաշտում, քանի որ չէին ենթարկվում ոչ մեզ, ոչ նրանց, ավելի մանրամասն տեղեկություններ չունենք, սակայն գիտենք, որ նրանք միանգամից որոշում են տեղափոխվել, լքում են այդ տարածքը և 5788 հոգով լքում են տարածքը։ Սպառնալիքները լինում են հայերի կողմից, իհարկե, նրանց պարզապես տեղեկացնում են, որ ուզում են ձեզ ոչնչացնել, նրանք մի գիշերվա մեջ են լքում տարածքը։ Սա Զուբարթուի մասին է խոսքը։ Իրականում ճշտումների արդյունքում պարզվեց ոչ թե նահանգը կոչվում էր Զուբարթու, այլ Ջուբարթու, և նրանք տեղափոխվում են Իսպանիայի հարավ։ Ջուբարթուն
Արամազդի և Աթինաս Պալասի որդին է, տարածքը կոչվում էր նրա անունով։ Եվ այսպիսով 500 տարի անց հայ իշխանավորները որոշում են կայացնում հզոր բազուկներին, հզոր բազքերից կազմված բանակն ուղարկել դեպի Իսպանիա այն գնացածներին ոչնչացնելու նպատակով։ Անկեղծ ասած Գոհար ջան, ինձ թվում է կբացահայտենք մանրամասներ այս պատմության, որովհետև շատ լուրջ պատճառ պետք է լիներ, որպեսզի 500 տարի հետո որոշում կայացվեր նրանց ոչնչացնելու։ Միգուցե խառնամուսնություններն են Ես էլ եմ կասկածում, այո։ Միգուցե։ Չնայած նշենք, որ այս պարագայում էլ օրինակ եւ բասկերը եւ կատալանցիք նրանք համարվում են տիեզերականների կողմից 100%-անոց զտարյուն հայեր։ Այս մասին նույնպես քիչ անց կխոսենք։ Շատ բարդ խնդիր է, գուցե հիմա համարվում են, բայց այն ժամանակ գուցե այդքան էլ բնականաբար Լիլի ջան, գիտեք ինչու, որովհետև հայի գենը համարվում է գերհզոր գեն, դոմինանտ գեն, այո, եւ գերիշխում է 75%-ով եւ կնոջ եւ տղամարդու մոտ։ Եվ այսպիսով բնականաբար Լիլի ջան, քանի որ հայի գենը գերիշխող է եւ 75%-ն է պարունակում, աստիճանաբար մաքրվում է ասորու գենը եւ գերիշխում է բնականաբար մնում է մաքրվում է դառնում են զտարյուն հայեր նրանք բոլորը։ Բացի այդ եւս մի բան հիշեցի ամուսնությունների վերաբերյալ, որ կան ազգեր, որոնք մեզ հետ անհամատեղելի են ամուսնության համար եւ կան, որոնք համատեղելի են։ Ասորիները անհամատեղելի են մեզ հետ եւ ամենայն հավանականությամբ հետապնդման պատճառը դա է եղել։ Ինչևէ նրանք վերենացվել հայերի, այնուհետև կատալանցիների։ Այնուհետև մեզանից 3148 տարի առաջ բասկերի այս մեծ հզոր խումբը զինվորականների 3988 հոգուց կազմված գնում են նրանց ոչնչացնելու։ Գնում են, բայց տեսնում են այլ բան։ Բնականաբար մարդիկ այդ ընթացքում շատացել էին, 500 տարին քիչ չի բազմանալու համար եւ դարձել էին 54,000 մարդ։ Բնականաբար տարեցներ, բնականաբար երեխաներ, փոքրիկներ, նորածիններ, խաղաղ բնակչություն եւ այսպիսով Կատալոնիայի, այո, նրանց խնդրում է պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար չվերադառնալ Հայաստան, այլ համատեղ միևնույն տարածքում բնակվել իրենց եւ ինչ է տեղի ունենում, բասկերը իսկապես խղճալով այս մարդկանց մտածում են իսկապես ինչ են արել այս մարդիկ, ինչպես մենք դնենք ու վերացնենք այսքան մարդկանց, ընդունում են այդ որոշումը եւ այդտեղից էլ կնության են վերցնում իրենց աղջիկներին եւ հեռանում Իսպանիայի լեռնային տարածքներ, պայմանավորվելով միասին, որ ոչ մենք ենք ձեզ տեսել, ոչ էլ դուք եք մեզ տեսել, ոչ ոք չի խոսում այն մասին, որ մենք ով ենք, որտեղից ենք եկել, մենք հայ ենք եւ այսպես բաժանվում են իրարից։ Եվ ինչն է հետաքրքիր, ասես լեգենդ լինի, մինչև օրս էլ նրանք իհարկե իրենց մեջ գիտեն, որ իրենք հայեր են։ Այո, երկուսն էլ գիտեն։ Երկուսն էլ շատ լավ գիտեն, ես առնչվել եմ, շփվել եմ եւ կատալանցու հետ եւ բասկերի եւ նրանք բոլորն էլ խուսափում են այս մասին հիշելուց, հիշատակելուց եւ խոսելուց, բայց աղբյուրները թաքցնել ոչ ոք չի կարող, հատկապես երբ որ բասկերի մոտ 3000-ից ավել անուններ հայկական բառեր օգտագործվում են, փողոցները, իրենց ամբողջ բանահյուսությունը միանշանակ դա հայկական է։ Եվ առիթ ունեցա մի կատալանցու հետ հանդիպելու, որ լսելով մեր լեզուն շատ հետաքրքրված էր, թե այսինչ գեղեցիկ լեզու է, այսինչ լեզվով է խոսում այս կինը, եւ երբ որ ասացի, որ ես եկել եմ Հայաստանից եւ եկել եմ նաեւ այստեղ հետազոտություններ անցկացնելու եւ այս արարչական գիտելիքները տարածելու եւ ես գիտեմ, որ դուք ունեք հայկական արմատներ,
իսկապես այնքան լավ զգաց ինքն իրեն, այսպես մի տեսակ սիրտը նույնիսկ լցվեց ու ասաց ես գիտեմ այդ մասին, իհարկե նրանք չեն խոսում այդ մասին, բայց նա ասաց, որ գիտի իր մասին եւ իրեն շատ են հետաքրքրում այս թեմաները։ Իհարկե այս աշխատանքները մի փոքր կիսատ են մնացել, բայց մենք շարունակելու ենք։ Ինչ խոսք։ Քանի դեռ կանք ջուբարթու եւ կատալոնե դիցերը քույր եւ եղբայր են։ Այո, Կատալոնեն է Կատալոնիայի հովանավոր դիցը, տեսնելով այնտեղ կազմակերպվում է արդեն համայնք, մարդկություն, ձևավորվում են, բնականաբար ինչ-որ մեկը պետք է նրանց տիրություն աներ, եւ Ջուբարթուի քույրը, ով Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Տիրուհի Աթինաս Պալազի դուստրն է, ինքն է վերցնում այս աշխատանքներն իր վրա եւ հենց իր անունով էլ կոչվում են ժողովուրդը, կատալանցիներ, եւ հենց այնտեղ էլ կառուցվում է նրա մոր անունով եւ առաջին այո կաթեդրալը Աթինաս Պալասի անունով։ Իսկ բազուկ եւ բազուկ դիցերը եղբայրներ են, էլի Արամազդի եւ այո Աթինաս Պալազի որդիները, որոնցից բազուկ դիցի հովանավորությամբ են ապրում բազկերը, նրանք ոչ թե բասկեր են, այլ բազկեր, իսկ բազուկը հովանավորյալ ժողովուրդ չունի, որքան որ մեզ է հայտնի։ Լիլի ջան, նշենք նաև, որ 47 միլիոն հայերի մեջ են մտնում նաև բավառացիք, ովքեր բավառ դիցի անունով են կոչվում, նույնպես Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի սերնդի դիցերից, նրանք նույնպես այո հայկական ծագում ունեն, նրանք նույնպես զտարյուն հայեր են։ Ինչպես կատալոնացիք եւ բազկերը։ Այսքանով հավանաբար այսօր ամփոփ ենք մեր եթերը, ասենք, որ բազմաթիվ բացահայտումներ կան կրկին հոգու վերաբերյալ, ազատ հոգիների, վարկանիշի վերաբերյալ, դրանց առնչությունների վերաբերյալ, այն որ թվում է, թե կարծես թե ամեն ինչ ասված է, մեկ էլ անսահման նորություններ են հայտնաբերվում, բայց որոնց մասին մենք կխոսենք հաջորդ եթերի ժամանակ, այսօր այսքանը սիրելի հետևորդներ։ Նաև հիշեցնեմ, որ մենք ունենք նաև սեմինար դասախոսությունների շարք, որը արդեն մոտ 1 ամիս եւ ավել է անց ենք կացնում, ովքեր տեղյակ չեն, ձեզ նույնպես հրավիրում ենք մասնակցելու այս սեմինար դասախոսություններին, որի ընթացքում ավելի խորքային շերտերի կծանոթանաք, որը հնարավոր չէ 1 կամ 2 եթերի ընթացքում այս ամբողջ գիտելիքները ձեզ փոխանցել։ Բնականաբար սեմինարների ընթացքում ունենում ենք հարց եւ պատասխան, այնպիսի հարցեր, որ միևնույն է ինչքան էլ լսում ենք, բայց կան կետեր, որ չենք գիտակցում, չենք հասկանում կամ բացատրության ավելի շրջազատման կարիքներ ունեն։ Ընդհանուր կապերը պահպանել ինֆորմացիայի տարբեր մասերի միջև ամբողջական դարձնել շատ բարդ է, անգամ մի քանի անգամ գիրքը կարդացած, եթերները դիտած, հետևորդները, այո։ Մենք, գիտեք, մենք օր ու գիշեր ենք զբաղվում այս ամենով, մենք ամեն վայրկյան ենք մտածում, այդ շերտերը գտնում, այդ հարցերը մեզ տալիս, հետո պարոն Ռուբենին, հետո բացահայտումները, հարցից հարց, խնդրից խնդիր եւ այլն, մինչեւ որ լիարժեք այսպես ձևավորում ենք եւ գիտակցում ենք ինչի մասին է խոսքը։ Նորմալ է Լիլիթ ջան, որ իսկապես բարդ եւ դժվար է գիտելիքը եւ ինֆորմացիան այս։ Ոչինչ չեմ ասում, բայց մի օրինակ հիշեցի, Գոհար ջան, մեր վերջին սեմինարի ժամանակ հարգարժան մի տիկնոջ ասած հիշեցի, որ ասաց ձեր առաջին եթերը ինձ երբ առաջարկեցին դիտել, ես մի 2 րոպե դիտեցի եւ առհասարակ չուզեցի շարունակել, ընդհանրապես
հիասթափված ջղայնացած մի կողմ եմ դրել եւ մի տարի անց գրեթե եթե ոչ ավել այլ առիթով նա առնչվում է նույն տեսանյութերի հետ եւ սկսում է դիտել եւ ասում է ես դիտում եմ անընդհատ ամեն մեկը 5 անգամ 10 անգամ չգիտեմ եւ ոնց որ ծարավ լինեմ անընդհատ դրանք դիտելու այո բավականա կապը հասկանալ ինֆորմացիայի տարբեր ճյուղերի կետերի միջև եւ ամբողջ համակարգը հասկանալի է դառնում մենք առանձին փաստերի մասին երբ որ խոսում ենք այո անտեղյակ մարդուն դա կարող է միանգամից վանել երբ որ նա միայն մի փաստի մասին է լսում համատեքստից դուրս իսկ ամբողջականի մասին շատ ավելի ճիշտ է տեղեկանալ չենք մոռանում հարգելի հետևորդներ մասնակցել համազգային խնդրանքին ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի այո Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին ուժի մեջ է բոլորս մասնակցում ենք միասնական հավատացեք մեր խնդրանքները իրոք ճակատագիր եւ ծրագիր են փոխելու հայ ազգի համար հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում երբեք հետ չկանգնեք անպայման մասնակցեք խնդրանքին մի հուշում ավելացնենք Գոհար ջան Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Արտեմիսեի անվան մեջ այսպիսի փոփոխություն եք ավելացնում սիրելի հետևորդներ Արքեմիսե Ավել ինֆորմացիա այս պահին չենք կարող տեղեկացնել, պարզապես մեզ ասել են, որ անվանումը պիտի հնչի այսպես սրանից հետո։ Եվ իհարկե այն մարդիկ, ովքեր կցանկանան իրենց աջակցությունն ունենալ այս, չգիտեմ, ազգանվեր նվիրական գործին եւ գործընթացին, հատկապես որ առաջիկա օրերին մեր տոնացույցը եւ օրացույցը մտնելու է տպարան խնդրեմ կարող եք կապ հաստատել մեզ հետ եւ ձեր ներդրումն ունենալ այս համատիեզերական աշխատանքների մեջ մեր տվյալները կնշվեն նաեւ նկարագրության հարթակում եւ կարող եք մեզ հետ կապ հաստատել նշված հեռախոսահամարով ինչպես առաջ այնպես էլ հիմա մենք հովանավորներ չունենք եւ այդ ամենն անում ենք մեր համեստ միջոցներով այսօր այսքանը հարգելի հետևորդներ հիշեցնենք էլի որովհետեւ այդ մտայնությունը շարունակվում է դեռ ասենք շփումների ժամանակ անընդհատ զգում ես որ փնտրում են այդ հովանավորներին մեր թիկունքում նրանք չկան ավելի շուտ մեր հովանավորները երկնքում են, որոնք հովանավորներ չեն, մենք հավասար իրավունքներ և պարտականություններ ունենք նրանց առջև, ձեզ նման, ինչպես դուք, այնպես մենք։ Պարզապես մենք փորձում ենք համապատասխանել նրանց առաջադրած չափանիշներին, արժեհամակարգին, եւ խնդրել նրանց աջակցությունը։ Նրանք մեզ չեն մերժում։ Այսօր այսքանը սիրելի հետևորդներ, սպասում ենք ձեզ փետրվարի 20-ին, Արեգի 2-ին, Նալբանդյան 4/1 հասցեում տոնացույց օրացույցի շնորհանդեսին եւ միասին նշելու նոր տարին։ Սիրով սպասում ենք ձեզ։